Նախ կներկայանաք։ Բարև ձեզ, իմ անունը Լիլիթ Մինասյան է, ես տնտեսական թիմի փորձագետ եմ։ Տիկին Մինասյան, դուք այս ընտրություններից ինչ ակնկալիքներ ունեք, որքան ձայն կհավաքի միասնության թևերը ձեր կարծիքով։ Եկեք քաղաքական կանխատեսումներ չանեմ, իմ առաքելությունը տնտեսական ծրագրի հետ կապված է։ Ես հույս ունեմ, որ այդ տնտեսական ծրագիրը մենք կարողանանք արդյունավետորեն իրագործել։ Ինչով է տարբերվում ձեր ծրագիրը, որովհետև շատերն են հիմա շեշտը դնում տնտեսական, սոցիալական խնդիրների եւ հարցերի վրա։ Ինչ է առաջարկում միասնության թևերը, որ ոչ ոք չի առաջարկում եւ որքանով են առաջարկների այսպես կյանքի կոչումը իրատեսական։ Իմ կարծիքով այս ծրագրի տարբերությունը մյուս ծրագրերից կայանում է նրանում, որ բավականին իրատեսական է եւ չունի պոպուլիստական տարեր գրեթե։ Մյուսներին է պոպուլիստական։ Մյուսների համար չեմ կարող ասել, որտեղ էլի քաղաքական եկեք գնահատականներ չտամ, ես տնտեսական մասով եմ։ Առաջարկությունները օրինակ որ առաջարկություններն են իրատեսական։ Որ ասացիք իրատեսական է, կոնկրետ որը։ Տեսեք, բոլոր քայլերը, որոնք ներկայացվել էր պարոն Անանյանի կողմից փետրվարի 17-ի պրեզենտացիայի ընթացքում, օրինակ թվային դրամի ներմուծումը, հա, մեր իրականության մեջ, դրանք ապահովում են կոնկրետ թվային դրամի մասին, եթե խոսենք, եւ հետագծելիություն ամենակարևորը, ինչը իմ կարծիքով բավականին կփոքրացնի չարաշահումներն ու այլ տեսակի վատնումները։ Հանդիպության մյուս ծրագիրը տնտեսական առումով ուսումնասիրել եք, դիտարկել եք եւ դրանք դուք համարում եք անհրաժեշտական կամ պոպուլիստական։ Ճիշտն ասած, քանի որ ես այս տնտեսական ծրագրում եմ ներգրաված որպես փորձագետ, իմ աշխատանքը ամբողջովին վերաբերվել է այս ծրագրին, այն մյուսի մասով մի քիչ կվախենամ գնահատական տալ։ Ինչ առաջարկություններ կան, որ մարդիկ ձեզ լսեն, հասկանան, որովհետև ձեզ լսողներից շատերը մասնագետ չեն, իրենք պիտի հասկանան, թե դուք ինչպես եք փոխելու իրենց կյանքը։ Տեսեք, պարոն Անանյանի կողմից մեր տնտեսական ծրագրում առաջարկվեց հարկային որոշակի փոփոխություններ ու օրինակներով ներկայացվեց, թե ինչպես այդ հարկային փոփոխությունները կանրադառնան փոքր եւ միջին, ավելի շատ փոքր կազմակերպությունների հարկային բեռի վրա։ Ու այո, ամբողջ առանցքը նա էր, որ մենք բոլորս պետք է հարկեր վճարենք, որտեղ առանց հարկեր վճարելու մեր տնտեսությունը չի կարող շնչել, բայց այդ հարկային բեռը պետք է լինի համաչափ բոլորիս համար։ Կարծում եմ սա բավականին իրատեսական է ու կարող է արդյունավետ իրականացնել։